Թշնամի երկիրը Ադրբեջանը չի դատարել թշնամի լինելուց։ Ինչ ենք մենք ասում, որ եթե դուք գաք իշխանության, 100% հավանականությամբ պատերազմ լինելու։ Ինչու դրանք հիմա կրակոց տեսքով չեն, որովհետև այն ինչ պահանջում են, ստանում են։ Երբ որ ես ասում եմ 29743, սա 29743-ն է։ Սա է ձեր պատկերացումը պետության։ Հիշում եք այդ Համնադրական դատարան ճանաչեց համնադրական։ Դրում են պատասխանեք, պիտի շարունակենք հակամարտությունը։ Այո կամ ոչ։ Հակամարտությունը ինքնաբերաբար է շարունակվել, որովհետև այն հիմնված չի արտար մոտեցման վրա։ Հայաստանը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների, մեկնարկում է հեռանկար բանավեճի ընտրական հատուկ թողարկումների շարքը։ Ամենաշատ քննարկվող հարցերից մեկը շարունակում է մնալ անվտանգության ու խաղաղության ապահովումը։ Ինչ են ակնկալում քաղաքացիները եւ ինչ են նրանց առաջարկում ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը կայուն ու խաղաղ ապագա ապահովելու համար։ Հենց այս մասին է հեռանկար բանավեճի այս թողարկումը։ Հունիսի 7-ին Հայաստանը կընտրի նոր խորհրդարան։ Ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտնել են քաղաքական մի քանի ուժեր, այդ թվում կառավարող քաղաքացիական պայմանագիր եւ խորհրդարանական Հայաստան դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ն։ Անվտանգության եւ խաղաղության ինչ մոդել են առաջարկում այս ուժերը քաղաքացիներին։ Այս թեման այս օրերին առավել ընդգծվեց Իրանի շուրջ իրադարձությունների ֆոնին։ Ուստի անվտանգության եւ դրան առնչվող այլ թեմաների շուրջ իրենց տեսակետները կներկայացնեն այս կուսակցությունները ներկայացնող քաղաքական գործիչներ, ազգային ժողովի պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը եւ Արծվիկ Մինասյանը։ Շնորհակալություն պարոնայք մեր հրավերը ընդունելու համար։ Մինչ մեր քննարկումը սկսել է, առաջարկում եմ դիտել իմ գործընկերոջ պատրաստած տեսանյութը Տավուշի մարզում։ Եթե մայրաքաղաքում սահմանը քննարկվում է սոցցանցերում, ապա այստեղ գրեթե բոլորի պատշգամբներից ու պատուհաններից երևում է սահմանագիծը։ Փետրվարն է, բայց սահմանամերձ բերքաբերում իսկական գարուն է։ Հալվողդյան տեղում կանաչ նոր օրի ավելանում է, իսկ օդում հողի ու ծառերի բույրն է, բայց գյուղի գարնան պատկերում դեռ պատերազմի հետքեր կան։ Սուրեն Խուդավերդյանի բակն ու տանիքը մինչ օրս կրում են պատերազմի այդ հետքերը։ 44-օրյա պատերազմից անցել է ավելի քան 5 տարի, բայց դրա հետևանքները շարունակում են մնալ Հայաստանի անվտանգության համակարգի, արտաքին քաղաքականության ու հատկապես սահմանամերձ համայնքների առօրյայի կենտրոնում։ Այս բեմպե և երկուսի սնարյադը ընգավ մեր տուն, լուսամուտը ջարդեց, ընդեղ մի հատ գադիրոպ ունեն, գադիրոպ ճավարկեց և լավաճ տրակեց։ Ընգավ հենց իմ տեղաշորի վրա, ես կողքի կանգնած եմ մի մետր հեռավորության, բախտս բերեց, ես էլ հիշատակ պահում եմ ստեղ, էլի, որ սրանով փրկվել ենք, ես ու իմ կինս։ 44-օրյա պատերազմի ընթացքում նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերն էին պարբերաբար ենթարկվում կրակահերթերի։ Զենքերի բեկորների հետքերն այսօր հիշեցնում են պատերազմի մասին, բայց նաև խորհրդանշում իրենց հողում մնալու մարդկանց հաստատակամությունը։ Էս է մեր կյանքը այստեղ, բայց ստեղից ուր գնանք։ Ես ուրախ եմ, որ ստեղ եմ ապրում։ Չնայած պատերազմի հիշողություններին կրակոցներ վաղուց չկան ու կյանքն ավելի հանգիստ է։ Ոնց է կյանքը, առօրյան։ Նայ չժոգեցիր, դե այդքանը հերիք հա։ Ռեժիմ կրակոտ չկա, լարա նորմալա։ Աշե կրակոտ չկա։ Սպասողական վիճակում ենք, չգիտենք եկուց ինչ կանի։ Ես եկել եմ եզրակացություն, որ մարդիկ հիմա անվտանգ են։ Փախչում ենք, Կեսիջևան ենք քինում, փախչում ենք հերու բարեկամի տուն ենք քինում։ Հիմա աստուն փառք խաղ ապրում ենք, ինչ հալ է։ Բարև Ռուբիկ ձած, ոնց եք։ Ոչինչ։ Քյաչկապյան արել կարտոշկեն ցանեց եկա, էլ ախպեր, հա։ Այսքան շուտ։ Այ շատ օգնիկա ասենք բանին։ Փետրվար կիսեն էլ են ցանում։ Մայնե։ Արի կոֆետի։ Ռուբիկի համար էլ ակնհայտ է հանգիստ վիճակը, բայց նախկին դիրքապահը որոշակի զգուշավորությամբ է գնահատում իրավիճակը։ Մատան ակալխի, մեկ էլ տար մի օր, հա, էլ է մի բան բզեցին, էլ է կռիվ լավ, հա։ Աստված ոչ անի կռիվ լի, մեր եղեքն էլ են մեղք, հա։ Բայց աշխարհը մեծ աշխարհը էլի շատ եմ գիտեմ, ոնց կլի, ինչ կլի էլի։ Զգուշավոր լինելու հարցում Ռուբիկը միակը չէ։ Բերքաբերում ու մոտակա գյուղերում նախորդ տասնամյակների փորձը ստիպում է հույսի հետ մեկտեղ նաև թերահավատ լինել։ Այդ թշնամին կա։ Կարող է այսօր հարցակվի, կարող է հարցակվի։ Դա էլ հնարավոր է։ Տեսնում ենք
դրոշները, ժողովուրդը, մեր սահմանապազորքերը, որը որ մեզ պաշտպանում են, ուրախանում ենք, որ հավանականությունը մեծ է, որ կապրենք խաղաղ։ Բերքաբերը, Ոսկեպարը, Կիրանցն ու Բաղանիսը Տավուշի այն 12 կիլոմետրանոց հատվածում են, որտեղ սահմանազատում ու սահմանագծում է իրականացվել։ Եթե օրինակ Կիրանց Բերքաբեր բնակավայրերի համար սահմանն արդեն տեսանելի է ու անգամ շոշափելի, ապա Իջևանի եւ ընդհանրապես հանրապետության սահմանամերձ այլ բնակավայրերի համար դեռ սպասում։ Ուզենք, որ սար գյուղն լինի սահմանազատեն, մեր սահմանները մենք իմանանք, մենք գիտենք, պետականորեն ճանաչեն մեր սահմանազատումը, մեր զինվորը, մեր սահմանապազորքը կանգնած է, մեր երեխեք կանգնած են, մենք խաղաղ վիճակով ապրենք, մենք մենակ ենք ուզում եւ ոչ մի տեղ։ Հա թողան են սահմանազատում, բան չունեմ ասելու, բայց ինչքան գինես, ինչքան ամուր բանակ լինես, այնքան լավ է կլի։ Անվտանգության ու պաշտպանական հարցերում վերջին տարիները նաև փոփոխություններով են առանձնացել։ Դրանց մի հատվածը օրեր առաջ ցույց տվեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Ամրացված շրջանը ունի խրամուղիներ, որով միացվում են իրար խրամաբջիջները։ Այդ խրամաբջիջները նախատեսված են թե առաջնագծի եւ թե թիկունքի ապահովման համար, այսինքն կախված տեղանքից ամրացված շրջանները հնարավորություն ունեն շրջանաձև պաշտպանության։ Իսկ սա զուգահեռվում է խաղաղության օրակարգի շուրջ քննարկումներին, բայց որքանով է խաղաղությունը առավել առարկայական։ Եթե ադրբեջանցիները իրանց պետք է վերցնում են, իրանց տարածքները, ինչ որ մերն է, մեզ էլ մեր տվեք, այն ժամանակ կասենք, որ իսկական խաղաղություն ալելու։ Ժողովուրդին հորդորում են, որ ամեն ինչ լավ կլի, ամեն ինչ լավը կլի։ Դե տենանք ոնց կստացվի։ Չնայած մարդկանց սովորական նիստուկացին, շատերը ապավինում են ժամանակին, հասկանալու, թե որքան հարատև կլինի այս անդորը։ Տիգրան Հովակիմյան, Լևոն Խաչատրյան, հեռանկար բանավեճ, Տավուշ։ Հիմա սկսելով հենց առաջին հարցից, մենք տեսանք Տիկին Սեդայի եւ մյուս քաղաքացիների խոսքերը, խաղաղ է, բայց նաեւ սպասումով։ Արդյոք անհանգստանալու տեղ կա։ Արդյոք այդ անհանգստությունը իսկապես Տիկին Սեդան պետք է ունենա։ Պարոն Ռուբինյան, ձեզնից սկսենք։ Շնորհակալություն, ես ճիշտն ասած բավականին տպավորված եմ այս տեսանյութով եւ այս տեսանյութից հետո մոտս մի տեսակ տպավորություններ, որ առանձնապես ես բանավեճելու բան էլ չունեմ, պարոն Մինասյանը պետք է սկսի այս տեսանյութի հետ բանավեճել, ու ինչ լավ է, որ հանրային հեռուստատեսության եթերում չենք, թե չեք սկսել ասել, ահա, հանրային հեռուստատեսությունը հակաանդիմադիր է։ Իրականում ինչ է ստացվում, ինչն է ճշմարտությունը եւ ինչն է վերահաստատվում այս տեսանյութում մեր քաղաքացիների ասածներից, որ իրոք երկար տարիներ անց առաջին անգամ ունենք այսպիսի երկար իրավիճակ առանց կրակոցների։ Բոլորը փաստում են, որ սահմանամերձ գյուղերում չկան կրակոցներ եւ այդ կրակոցները չկան օգոստոսի 8-ի խաղաղության հռչակագրից ի վեր։ Բնակիչները նաեւ ուզում են, որպեսզի սահմանազատումը շարունակվի։ Այստեղ ինչն է շատ կարեւոր, որ եթե հիշենք սահմանազատումը, երբ որ Կիրանց Ոսկեպար հատվածում տեղի էր ունենում, այսինքն Տավուշի հատվածում տեղի էր ունենում, ընդդիմությունը պահանջում էր, որպեսզի այդ սահմանազատումը կասեցվի։ Մի ամբողջ սրբազան ճակերտների մեջ շարժում նախաձեռնվեց դրա համար եւ ինչ է ստացվում, որ դրանից անցել է արդեն մոտ 2 տարի, 1.5 տարի եւ մեր այդ գյուղերի բնակիչները ոչ միայն ուրախ են, որ այդ սահմանազատումը տեղի է ունեցել, այլ նաեւ իրենք հույս ունեն, որ սահմանազատումը կշարունակվի։ Բայց միևնույն ժամանակ բնականաբար բնակիչները 100%-ով վստահ չեն, որ խաղաղությունը շարունակական կլինի եւ նաեւ ունեն մտահոգություններ, բայց դա նորմալ է, ուրիշ ոնց է հնարավոր, որ երկու երկիր 30 տարուց ավել, իսկ իրականում ժողովուրդները շատ ավելի երկար հակամարտության մեջ լինեն եւ մեկ վայրկյանում բոլորը ասեն դե վերջ, սա անշրջելի խաղաղություն է։ Իհարկե կլինի մտահոգության շրջան, կլինի անվստահության շրջան, բայց մենք քայլ առ քայլ սահմանազատումով կլինի, ապաշրջափակումով կլինի, այլ նախաձեռնություններով կլինի, քայլ առ քայլ այդ խաղաղությունը կամրապնդենք եւ կամրապնդենք վստահություն։ Շնորհակալություն, հիմա տեսնենք պարոն Մինասյանը արդյոք համաձայն է այս տեսակետների հետ եւ արդյոք տևական խաղաղության մասին է։ Նախ ռեպորտաժի վերաբերյալ ես իսկապես շատ կցանկանայի, որ թե ակլորիկան, թե շան հաճոցը այս նույն ոճով ոնց որ նկարված այսպես լիներ, իսկապես մարդիկ
այդ անդորը, որ ասեցին, նաև ռեպորտաժում վերածվել իրական խաղաղության երկարաժամկետ առանց վտանգի սպասման։ Բայց այն, ինչ պարոն Ռուբինյանն է ասում եւ ներկայացնում է որպես իրենց կողմից իրականացված գործողության ձեռքբերում, իրականության հետ գրեթե աղերս չունի։ Երկու պատճառ կա դրա համար։ Առաջինը, թշնամի երկիրը Ադրբեջանը չի դադարել թշնամի լինելուց եւ ամենօրյա խոսույթում պարոն Ռուբինյանն ասում է արդեն 1.5 տարի եւ այլն, այդ երկրի նախագահ ու Բարսաշչյան այլ պաշտոնատար անձինք թիրախավորելով Հայաստանը հայ ժողովրդին անդադ սպառնում են։ Ինչու դրանք հիմա կրակոցի տեսքով չեն, որովհետեւ այն ինչ պահանջում են, ստանում են։ Այն ինչ ուզել են, ստացել են։ Ինչու օրինակ, ինչպես մեր հարգարժան գյուղացիներից մեկը ասեց, բնակիչներից մեկը, ինչ օրինակ այն ինչ որ հասանելի է Հայաստանին, հայ ժողովրդին, Ադրբեջանը չի տալիս, չի հանձնել, դուրս չի եկել գրավյալ տարածքներից։ Ինչու օրինակ Ադրբեջանը շարունակաբար ոչնչացնում է հայկական ժառանգությունը, մշակութային ժառանգությունը։ Եթե այդքան վստահ էին այդ խաղաղության ձևավորված միջավայրի վրա, ինչու է Ադրբեջանը շարունակում զինվել ու անընդհատ հպարտանալ իր այս զինվածությամբ ու անընդհատ եթերով ասելով, որ հայերին ներկայացնելով որպես թշնամիներ, հայ ժողովրդին որպես թշնամիներ, Բաքվի բանտում պահելով ազատագրական պայքարի մարդկանց ներկայացնում է որպես դարի հանցագործներ եւ այլն։ Շատ պարզ պատճառով գալիս է երկրորդ պատճառին, այսպես ասած, որովհետեւ Հայաստանի իշխանությունը ցույց չի տալիս որևէ դիմադրություն, որը ազգային արժանապատվությունը վեր կբարձրացնի եւ կասի, որ ի վերջո կան արդարության տարրական բաներ, որոնք պետք է պահպանվեն։ Այսօր մեր պետական քաղաքականության մեջ չկան այդ արդարության տարրերը։ Հիմա այդ դիմադրությունը ինչու ցույց չեք տալիս։ Ես բայց պարոն Մինասյանի կետերին անդառնամ, պարոն Մինասյանը ինչ է ասում, ասում է նախ ասում է թշնամին չի դադարել թշնամի լինելուց եւ շարունակում է սպառնալ։ Ես չեմ հերքի, որ Ադրբեջանի ղեկավարության որոշ հայտարարություններ շարունակում են մնալ անընդունելի, բայց նաև չեմ կարող չփաստել, որ օգոստոսի 8-ի հռչակագրից հետո Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը էականորեն փոխվել է։ Օրինակ, Ադրբեջանի ղեկավարությունը ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ հակավարժությունն ավարտված է, ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ թշնամանքի էջը իրենց համար փակված է եւ այսպես շարունակ։ Օգոստոսի ես կարող եմ հետո ուղարկել ձեզ կամ կարող եք գտնել հետո դեպքում զուգահեռ հաստամ անդրադարձեք, ձեր ժամանակը ավելի երկար կլինի։ Բայց չէ դեպքում Հայաստանի տարածքները շարունակում ադրբեջանական համարել։ Ձեր հաջորդ համարել։ կետերից մեկն էր հիմա կանադան։ Այսինքն եւ բնական է, որ մեր մամուլը, օրինակ չգիտեմ, Երկիր մեդիան հաստատ չի դնի Ադրբեջանի ղեկավարության այն հայտարարությունները, որոնց մեջ կա խոսույթ խաղաղության մասին։ Կդնեն այն հատվածները, որտեղ ագրեսիվ խոսույթ կա։ Ես չեմ ժխտում, որ տեղ-տեղ լինում է ագրեսիվ խոսույթ։ Իշխանական մամուլն էլ թող ձերասած նամի։ Բայց պետք է ֆիքսենք իշխանական մամուլ գոյություն չունի։ Բայց ներողություն, ֆիքսենք, որ եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը, եւ Հայաստանի ղեկավարը, եւ Ադրբեջանի ղեկավարը օգոստոսի 8-ի խաղաղության հռչակագրից հետո հայտարարել են, որ հակամարտությունն ավարտված է, ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, հակամարտությունն անցյալում է, ոչ մի վրեժի չենք դիմելու, դա էլ օգոստոսի 8-ի հռչակագրից է։ Հաջորդը դուք ասում եք ինչու դուրս չեն գալիս Հայաստանի ինքնիշխան տարածքներից։ Մեր դիրքորոշումը եւ մեր ճանապարհային քարտեզը դրա հետեւյալն է։ Սահմանազատման գործընթացը պիտի շարունակվի, ինչպես գիտեք, Հայաստանի ազգային ժողովը ընդունեց կանոնակարգ համաձայնեցված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների, որտեղ ֆիքսված է, որ սահմանազատումը տեղի է ունենալու Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքի համաձայն, այսինքն խորհրդային միության փլուզման պահին խորհրդային Հայաստանի եւ խորհրդային Ադրբեջանի համապատասխանաբար սահմաններով։
այդ դրանից է բխում, որ այն տարածքները, որոնք մենք պիտի հետ ստանանք, մենք պիտի հետ ստանանք։ Իդեպ դուք այդ կանոնակարգին ձեր խմբակցությունը կողմ չի քվեարկել։ Եվ երբ որ սահմանազատումը շարունակվի, ինչը մերն է կլինի մերը, ինչը նրանցն է կլինի, նրանցը բացառությամբ իհարկե տեսական այն դեպքերի, եթե ինչ որ փոքրիկ փոխանակումների կարիք լինի, ինչն էլ հնարավոր կլինի միայն հանրակրվեով։ Դիմադրության հետ կապված դուք խոսում եք նրա մասին, որ ասում եք խաղաղություն է, որովհետև իշխանությունները ինչ ուզում տալիս են։ Ես եկեք հետ գնանք ուղիղ 1 տարի առաջ։ Լավ, անդոր է, եկեք գնանք ուղիղ 1 տարի առաջ։ Ուղիղ 1 տարի առաջ 2025 թվականի լավ փետրվար-մարտ ամիսներ։ Մի հատ հիշենք էլի ինչ էր մեր մամուլում գրվում եւ ինչ էին հայտարարում ձեր ուժի ներկայացուցիչները։ Իդեպ էլի սրված իրավիճակ էր մեր ձավոր արևելքում եւ էլի խոսում էին հասեք, հեսա պատերազմա լինելու, այսինքն հեսա հարձակվելու են մեր վրա, հեսա Սյունիքը գրավելու են, էլի շատ նման էր այսօրվա օրվան իդեպ, բան իշխանությունները ինչով են զբաղված, հեսա հարձակում է լինելու եւ այլն եւ այլն։ Հիմա կարող եք ինձ ասել 2025 թվականի փետրվար-մարտից սկսած, երբ որ կրկնում եմ, ձեր ուժը գուժում էր, որ հեսա պատերազմա լինելու։ Մենք ինչ ենք զիջել եւ մի հատ հիմա եկեք մեր շուրջը նայենք, էլի, եկեք վերհիշենք այս ռեպորտաժը, որ նայեցինք։ Մենք ապահովել ենք խաղաղություն, զրո զիջմամբ։ Մենք ստացել ենք մեր տարածքային ամբողջականության ճանաչում, ես խոսում եմ նախ ոչ, բայց եթե մենք հիմա խոսում ենք 2025 թվականի փետրվար-մարտից հետոյվա մասին։ Մենք զրո զիջմամբ 1 տարվա ընթացքում ստորագրել ենք խաղաղության հռչակագիր, Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է եւ Հայաստանն էլ վերահաստատել է ճանաչումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ֆիքսվել է, որ Հայաստանի տարածքում արտատարածքային միջանցք չի լինելու, որ Հայաստանը դուրս է գալու շրջափակման պայմաններից, ֆիքսվել է, ոչ միայն ֆիքսվել է, այլ նաև գետնի վրա մենք տեսել ենք ներողություն, պարոն Մինասյան դեմ չէր, որ ես երկայի խոսեի։ Ես դեմ չեմ իրական։ Հաստացի Ինչքան շատ է խոսում պարոն Ռուբինյանը, եկան բացահայտում է իշխանության ներողություն ավարտում եմ միտքս, փաստացի տեղի ունեցել ապաշրջափակումը, որովհետև առաջին անգամ 90-ականների սկզբից սկսած Հայաստան որևէ բան մտել է երկաթգծով ոչ Վրաստանից, այսինքն ոչ Փոթից, ցորեն է մտել Հայաստան, Ղազախստանից եւ Ռուսաստանից, նավթամթերք է մտել Հայաստան, Ադրբեջանից, սրանք բոլորը խաղաղության գրավականներ են եւ վերջինը։ Դուք ասում եք ազգային արժանապատվությունը չի պահվում։ Իսկ ո՞րն էր ազգային արժանապատվությունը 30 տարի նստել շրջափակման մեջ սпасելով չզարգացնել բանակը, զենք չառնել նորմալ եւ սпасել փրկիչների, որոնք չեն գալիս։ Դա արժանապատվություն չի, դա արժանապատվությանը հակառակն է։ Ընդհանրապես չկա ավելի արժանապատիվ բան, քան խաղաղությունը։ Պարոն Մինասյան, արդյոք համոզիչ չէ։ Տեսեք, հակամարտությունը ավարտված է ձևակերպումը Հայաստանի գործող իշխանության եւ Բաքվի ռեժիմի նույն ձևակերպումներն են։ Ինչպես կարող է համարվել հակամարտությունը ավարտված մի ժողովրդի համար, որը արմատախիլ է արվել իր բնորանից։ Ինչպես կարող է հակամարտությունը համարվի ավարտված, երբ գիշեր-ցերեկ հակառակորդ երկիրը, Ադրբեջանը, ոչնչացնում է քո պատմամշակութային ողջ ժառանգությունը, ուղղակի դրա դիմաց դու ինչ ես անում, որպես իշխանության ձևակերպված արժանապատիվ վարկագծի դրած ավանդույթից մի հարց տա։ Հետևաբար ձեր ասածից ինչ է բխում, որ մենք չպետք է համարենք հակամարտությունը ավարտված։ Հակամարտությունը ավարտված չի կարող համարվել այնքան ժամանակ, քանի դա հիմնված չի արդար լուծման վրա։ Հետևաբար ինչ է բխում ձեր ասածից։ Ձեր ասածից բխում է, որ մենք պիտի դադարենք ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Իմ ասածից բխում է նա, որ հետամուտ լինես քո սեփական ժողովրդի իրավունքներին։ Ասում եմ, սկսած միջազգային ացիաներում իրավունքների պաշտպանության պիտի շարունակվի։ Իրավունքներ, այո։ Պիտի շարունակվի։ Մենք դելիմիտացիայի դեր կանրադառնանք, պիտի շարունակվի։ Պարոն Ռուբինյան, ես նախ ասեմ իրավունքի մակարդակով, որ ժողովրդի վերադարձի Արցախի ժողովրդի գործողությունների մակարդակով։ Կգամ հիմա գործողությունների մակարդակով էլ։ Դա եմ ճիշտն ասած շեշտում, որ իրավունքի ճանաչման միջազգային ացիաներում պետք է շարունակվի, ոչ թե հրաժարվել։ Ընդ որում սա հիմնվում է համաշխարհային
բոլոր մակարդակների տեսեք գալիս եմ դրան ասենք թե դուք եւ երկու բիզնեսմենները եկաք իշխանության ինչ եք անել Պարոն Ռուբինյան դուք որ գալիս եք իշխանության հակամարտության ավարտը սենց էիք պատկերացնում որ Արցախը պիտի լինի Ադրբեջանի բայց ինչ կապ ձեր ասացի իմ հարցի հետ շատ բարձ որտեղ դուք ասում եք երբ որ դուք պնդում եք հակամարտությունը ավարտված է դուք խաչ եք քաշում ձեր անցյալի ու ձեր խոսքերի վրա։ Հետևաբար դուք պնդում եք, որ հակամարտությունը չպիտի ավարտվի, բայց պիտի շարունակենք։ Հակամարտությունը ասում եմ ավարտված կարող է համարվել այն ժամանակ, երբ որ պիտի շարունակենք հակամարտությունը։ Դրում եմ պատասխանեք, մենք պիտի շարունակենք հակամարտությունը։ Այո կամ ոչ։ Հակամարտությունը ինքնաբերաբար է շարունակվել, որովհետև այն հիմնված չի արտար մոտեցման վրա։ Պարզ չեմ խոսում։ Հիմա տեսեք, դուք հարց եք տալիս։ Բերքաբեր գյուղում ասում են։ Դուք երկրորդ պնդումը կատարեցիք ԽՍՀՄ սահմանների մասին։ Մենք պիտի չճանաչենք այդ սահմանը։ Լսեք, եթե այդ սահմանը արդար էր, չէր ծագի, չէ, վեճը եւ կռիվը, որի հիման վրա ադրբեջանցիները խորտային ժամանակ, այսինքն դուք պնդում եք, որ մենք պետք է վիճարկենք այդ սահմանները։ Չէ, լսեք միջև վերջ, հետո կատարեք ձեր հարցադրումները։ Այսինքն, եթե այդ սահմանը լիներ, խորտային միության սահմանը լիներ արդարության վրա հիմնված, հայ-ադրբեջանական կոնֆլիկտ այդ տարածքում չէր կարող առաջանալ, որովհետև երբ որ պատմություն ես կարդում, երբ որ անցյալն ես նայում, թե ինչպես էին ադրբեջանցիք հարձակվում հայկական գյուղերի վրա, ինչպես էին անասնագողությունից մինչև մարտասպանություն իրականացնում, այս ամենը այդ ձեր նշած սահմանն էր խորհրդային միության եւ Հայաստանի, խորհրդային Ադրբեջանի եւ խորհրդային Հայաստանի, որ իրականում սահման չէր կոչվում, կոչվում էր հողաբաժանման ինչ-որ գիծ, բայց դա այնքանով էր վտանգավոր եւ վատ, որ չէր կարող բնական ձևով մարդկանց միջև խաղաղություն հաստատել։ Հիմա այն թվացial խաղաղությունը, որ դուք ներկայացնում եք անդորը, որ կա այսօր, եւ այո, ֆիզիկապես գուցե իրար վրա չեն կրակում, եւ դա փառք Աստծո, որ չեն կրակում, փառք Աստծո, դա չի կարող տևական լինել, շատ պարզ պատճառով, որովհետեւ բնական լուծման չի եկել սա արհեստական լուծում է, այն ինչ որ դուք հիմա ասում եք, արհեստական է դա, եւ Ադրբեջանը հիմա երբ որ վերջին միտքն էլ ասեմ նոր Ադրբեջանը երբ որ հիմա այդ իր վարկագիծը մի քիչ փոխել է, շատ պարզ պատճառով է փոխել։ Ես ասեցի, ինչ ուզում է ստանում է։ Միջանց կանոնը հիմա չի օգտագործում, բայց օգտագործում է շատ ավելի, չնայած առանձին տեղերում օգտագործում է էլի։ Թուրքիան էլ է օգտագործում, Ադրբեջանն էլ է օգտագործում, նույնիսկ միջազգային հանրությունն էլ է օգտագործում։ Բայց իրենց ուզած նպատակի եթե իրենք հասնում են, եթե իրենք զուգահեռաբար գեներացնում են Հայաստանի բնակավայրերը ադրբեջանացնելու եւ ադրբեջանցիներին Հայաստան բնակեցնելու գաղափարները, իրանց ինչին է պետք հիմա, պարզ բանով էլի, կրակել։ Եվ երկրորդ, կա ընտրություն։ Հիմա իրանք շատ են ուզում, որ դուք նորից մնաք իշխանության, որպեսզի այդ ձեր եւ ավարտեմ վերջին միտքը 2025 թվականի մասին հարցրեց պարոն Ռուբինյանը։ Պարոն Ռուբինյան, ինձ թվում է դուք այս հարցադրումները պիտի Նիկոլ Փաշինյանին տաք։ Նիկոլ Փաշինյանն էր ասում, որ մենք վարկյանի վրա ենք պետականությունը կորցնելու 25 թվականի մասն էր խոսում։ 24, բայց լավ։ 24, վերջ 25 Պարոն Ռուբինյան դրա արձագանքը։ Պարոն Մինասյան, իրականում դուք հենց նոր ապացուցեցիք այն, ինչ մենք, չգիտեմ, ամիսներ եւ տարիներ շարունակ ասում ենք։ Որն է, ինչ ենք մենք ասում, որ եթե դուք գաք իշխանության, 100% հավանականությամբ պատերազմա լինելու։ Ինչ է։ Չէ, ես հիմա կապացուցեմ ձեզ, որովհետեւ դուք որովհետեւ որովհետեւ եւ փառք տիրոջը դրա համար, բայց տեսեք էլի Ինչ ասեցիք դուք։ Նախ դուք ասեցիք, որ Ալմատայի հռչակագրով սահմանված սահմանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, այսինքն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջազգայինորեն ճանաչված սահման է։ Անարդար սահման է։ Դուք դա բառացի ասեցիք։ Դուք դա խորհրդային միություն, դուք ասեցիք, լավ, ուղիղ ցիտեմ ձեզ, դուք ասեցիք, ԽՍՀՄ ժամանակվա սահմանը անարդար սահման էր։
Հիշեցնեմ ինչն է, որն էր ԽՍՀՄ ժամանակվա սահմանը։ Հայաստանի 29743-ը նախկին ՀԽՍՀ սահմանն է, այսինքն այն սահմանը, որը մենք ժառանգել ենք ՀԽՍՀ-ից։ Եվ ասելով, որ դա անարդար սահման է, դուք ըստ երևույթին բաց ասում եք, որ դուք վիճարկում եք Հայաստան-Ադրբեջան սահմանը, հասկանում եք, դուք ասում եք, որ վատագույն դեպքում լավագույն դեպքում, լավ, դելիմիտացիան չեք շարունակելու, վատագույն դեպքում պատերազմա լինելու։ Հաջորդը դուք ասում եք, որ հակամարտությունը ինչպես կարող է ավարտված համարել, եթե կա սա, որն է այլընտրանք, այսինքն դուք ուզում եք ասեք, որ քանի դեռ այս մեր ցանկությունները չկան, մենք հակամարտությունը պիտի շարունակենք։ Սա ոչ այն, ինչա, քան նպատական գրում Տաուշի մարզից իշքան հայկական տարածք կա, որ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կան որոշ տարածքներ, այո։ Ինչի՞ չի հանձնում։ Որովհետև դելիմիտացիան պիտի շարունակվի եւ դելիմիտացիայի արդյունքում, ընդ որում դելիմիտացիայի արդյունքում պիտի բոլոր այն տարածքները, որոնք մերն են լինեն, մեր մոտ իրենցը լինեն իրենց մոտ։ Բայց դուք երբ որ ասում եք խորհրդային ժամանակվա սահմանները անարդար են, դուք ինձ ընդհանրապես դելիմիտացիայից հարց չպետք տաք, որովհետև դուք դելիմիտացիան ուղիղ հակասում է ձեր ասածին։ Ձեր ասածից բխում է, որ հակամարտությունը պետք է շարունակել եւ ունենալ արդար սահմաններ, ինչ է դա նշանակում։ Շնորհակալություն, ես հիմա առաջարկում եմ քաղաքացիներին նոր։ Դուք շարունակում եք պնդել ձեր սխալ թեզերը ու մարդկանց փորձել համոզել, որ դուք խաղաղություն եք բերել։ Դուք ասացիք։ Շնորհակալություն, պարոն։ Հայաստանի սահմանները, որոնք մենք ունենք այսօր, արդար են թե չէ, միջազգայինորեն ճանաչված սահմանները։ Շնորհակալություն, պարոն։ Ճանաչված չեն։ 29743 է մեր տարածքը։ 29743 է տարածքը։ Տարածքը եւ սահմանը իրար հետ ինչ առնչություն ունեն, կարող եք ասել։ Մեր միջազգայինորեն ես առաջարկում եմ լսել քաղաքացիներին։ Մենք ժառանգել ենք ՀԽՍՀ-ից, արդար են թե ոչ։ Միջազգային սահման չի եղել դա։ Միջազգային սահմանը դարձել է միջազգային սահման, դա արդար է թե ոչ։ Պարոն Ռուբինյան եւ պարոն Մինասյան, ես առաջարկում եմ հիմա լսել քաղաքացիներին հենց սահմանազատման հետ է կապված նրանց հարցադրումները։ Դե միանշանակ բալասավորված քաղաքականությունը դի առավելություն է, որովհետև շատ արագ փոխվում է այդ աշխարհաքաղաքական հայացքները։ Ոնց ես կողմից եմ, ոնց են կողմից եմ։ Ես Հայաստան Հանրապետության կողմից եմ։ Ես խաղաղության կողմնակից եմ։ Ես չեմ ուզում պատերազմ լինի, ես չեմ ուզում իմ եղբայրը զոհվի, իմ ընկերը զոհվի, ես զոհվեմ։ Մեզ է տա պետք ընդամենը։ Մեր սահմանները պնդացում են, ոնց որ եղել է, որ ժողովուրդը խիղճը հանգիստ քնի։ Ես գնացել եմ ամիջապես, ինձ տարել են սահմանի պոստերը, ես քինացել եմ ականատես եմ եղել։ Նորմալ է, կրակոտ չկա, այդ արդեն բլյուս է։ Դե սահմանապահը այն չի, ինչ որ մեր զինվոր տղաներն էին, մեր երկրապահներն էին։ Եթե մեր կողքից զորք կանգներ, իրաց մոտից էլ էր զորք լինելու, չէ՞, զինված։ Հիմա ոնց այնտեղ զենք կա, ոնց ստեղ զենք կա։ Դա հենց հա ապահով թե ով ինչքան հնարավոր է բերի Մոսկվաները ցույց տա։ Ուժը ի վերջո ապահովում է նաև խաղաղությունը, այս դեպքում ինչպիսին են ձեր մեկնաբանությունները։ Տեսեք, տրամաբանական շարունակությունն է նախորդ, էլի։ Այսինքն ժամանակավոր անդորը կամ անդորը ներկայացնում են որպես խաղաղություն եւ մարդկանց էլ համոզել են, թե գիտեք խաղաղություն։ Ամենամեծ երազողը խաղաղության մենք ենք, այդ որ ասում են դուք պատերազմի ուժ եք, սա գիտեք ինչ, սա ոչ միայն իրականությունը խեղաթյուրելու, նաեւ սեփական խմբային շահը ամեն ինչից վեր դասելու པարզ մոտեցում է։ Այդ ինչից ելնելով են, երբ որ մենք խոսում ենք արժանապատվության մասին, մեր հայրենակիցների հիմնական իրավունքների մասին ասում եք դուք պատերազմող կուսակցություն եք կամ պատերազմող կուսակցություն եք եւ չեք ընդունում այս բանը խաղաղ վիճակը։ Անդորը մի ներկայացրեք խաղաղություն։ Խաղաղությունը ամենամեծ ձեռքբերումն է, որ երբևէ որևէ ազգ ուզում է ունենալ։ Մենք էլ որպես այդ ազգի մի ներկայացուցիչ ոնց կարող ենք պատերազմ ուզել։ Պարոն Ռուբինյան։ Եվ երկրորդը, երբ որ մարդիկ խոսում են այս ժամանակավոր իրավիճակում, հա, հանգիստ բանի մասին, գիտեք, ինձ հիշեցնում է մի պատկեր, էլի, շատ լավ է դա, բայց դա ցավոք կարող է այնքան կարճ լինել, երբ որ սպառվեց Ադրբեջանի ֆաշիստական ռեժիմի ցանկությունը ձգտումը,
հա, որ այսքանը հələ որ լավ է, մարսեցինք, սպասի գնանք հաջորդ ախորժակին։ Այն ժամանակ, երբ որ մանավանդ իշխանությունը չեղավ, հա, ասելու են, տեսեք, պատերազմ բերեցիք։ Ինչու, որովհետև դիմացինի ախորժակը այնքան խորն է ու այնքան ծավալուն է, որ չի տեսնում Հայաստան եւ հայ ժողովուրդ այս տարածաշրջանում։ Եվ վերջի նախադասությունը ասեմ, այնքան ժամանակ, քանի դեռ այս փաստաթղթերը հիմնված են ուժի գործադրման վրա, դա չի կարող կոչվել խաղաղություն։ Պարոն Ռուբինյան, արդյոք այս մտահոգությունները տեղին չեն, որտեղ այդ վստահությունը։ Կրկին պետք է ֆիքսեմ, որ ցուցադրված ռեպորտաժի հետ ոչ մի բանավեճ չունեմ, պարոն Մինասյանն է փորձում բանավիճել դրա հետ, որովհետև ռեպորտաժը ցույց է տալիս իրականության, բայց ես ուզում եմ վերադառնալ, էլի, հակամարտության ավարտին կամ չավարտին։ Տեսեք, մեր քաղաքականությունը հետևյալն է, մենք ինչ ենք ասում, մենք մեր ժողովրդին ասում ենք հետևյալը, ժողովուրդ ջան, հակամարտության ավարտի, խաղաղության, ընդհանրապես Հայաստանի որպես պետության շարունակական գոյության եւ հարատեվության միակ ճանապարհը հետեւյալն է։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, փակում են հակամարտության էջը, բացում են սահմանները միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրազազորության սկզբունքների ներողություն։ Ձեր համար տարածքային ամբողջականությունը ինչ։ Կասեմ, այս է տարածքային ամբողջականությունը։ Սա Հայաստանի ներողություն, ես նկարելուց այդքան էլ լավ չեմ, բայց սա է։ Երբ որ ես ասում եմ 29743, սա 29743-ն է։ Սա ոնց է այս տարածքը ընդհանրապես ճանաչվել, էլի, որպես մեր տարածք եւ հետեւաբար սահմանները։ 1991 թվականին, երբ որ փլուզվել են Խորհրդային Միությունը, Ալմա-Աթայի հռչակագիրը ֆիքսել է, որ այդ պահի դրությամբ սահմանները միջհանրապետական, սա հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածքներ, դառնում են միջպետական սահմաններ։ Հետևաբար, պարոն Մինասյան, երբ որ դուք ասում եք, որ այս սահմանը անարդար է, դուք կասկածի տակ եք դնում եւ ընդհանրապես դուք չեք ընդունում ստացվում է մեր միջազգայինորեն ճանաչված սահմանները եւ հետեւաբար մեր հարևանների։ Դա ուղեգիր է դեպի պատերազմ։ Հիմա ես ձեզ ուղիղ հարց եմ տալիս, պարոն Մինասյան, ուղիղ հարց եմ տալիս։ Այս սահմանները անարդար են։ Նկատի չունեմ, ձեր հոգում որպես դաշնակցական կամ սեղանի շուրջ, որպես քաղաքական գործիչ եւ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ։ Դուք այս սահմանները ընդունում եք եւ այս սահմանները արդար են թե ոչ, եւ եթե համարում եք, որ անարդար են, արդյոք դրա համար եք ասում, որ հակամարտությունը չի կարող չշարունակվել։ Եվ ի նկատի ունեք, որ հակամարտությունը պիտի շարունակվի, որ այս սահմանները այլ կերպ լինեն։ Չէ, տեսեք։ Դե խնդրում եմ պատասխանեք։ Խնդրում եմ իմ ասածները մի խեղաթյուրեք։ Դուք պատկերն եք ներկայացնում, պատկերի հետ վեճ չունեմ ես։ Լավ է, որ այնտեղ այն մնացած բաները չեք նկարել, բայց Արցվաշեն նկարել եք, շնորհակալ եմ դրա համար։ Պատկերի հետ ես խնդիր չունեմ, ոչ էլ այս պահին 29743-ի հետ կապված տեսեք, երբ որ ես ասում եմ սահմանները, որ դուք ասում եք սահմանագծում ենք իրականացնում եւ այլն, սա ես ասում եմ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է գտնվում նույն սահմանազատված տարածքում հսկայական հատված հայկական տարածքներից, սահմանազատվածություն չէ, սահմանազատվածից դուրս հարակեցում, այո։ Եվ երբ որ դուք խոսում եք սրա մասին ու այսօր չունեք լուծումը, դուք մի ասեք, որ այդ խաղաղությունը մենք ունենք լուծումը, լուծումը սահմանազատման շարունակությունն է։ Դա որին դուք դեմ եք։ Լսենք պարոն Մինասյանին։ Դուք անդադ ընդհատում եք ինձ, պարոն Ռուբինյան։ Դուք այդ ավանդույթին սկիզբ դրեցիք։ Եկեք պայմանավորվենք միմյանց լսենք։ Շատ պարզ պատճառով մենք եթե խոսում ենք ինչ ենք դեմ, կարող նորից բերենք փաստարկները, թե ինչ ենք դեմ, եւ մեր փաստարկները արդարանում են։ Մեր բերած մտահոգությունները արդարանում են։ Դուք միակողմանի միայն հանձնում եք, դուրս եք գալիս տարածքից, բայց իրանցից ոչ մեկը այդպես չի հանձնել։ Լավ, դուք ասեք, թե կոնկրետ որ տարածքում են իրանք նահանջել եւ հայկական դրոշակը գնացել է առաջ ու խփվել է այդտեղ։ Հենց այդ սահմանազատման ընթացքում եղել է նման դեպք, բայց ուրեմն Ալմատայի հռչակագրում ձեր կատարած մեկնաբանությունը բացարձակ իրականության հետ կապ չունի։ Այնտեղ որևէ տեղ գրված չի, որ սա պետական սահման է։ Այնտեղ լրիվ ուրիշ բան է գրված։ Առաջին, երկրորդ, այնտեղ վերաբերում է հանրապետությունների միջև հարաբերություններին։
Եվ ուզում եմ հիշեցնել, այդ ժամանակ արդեն Արցախյան շարժումը սկսված էր։ Արդեն Ադրբեջանը իր ագրեսիան իրականացրել է։ Մինասյան, ախր ինչի ուղիղ չեք պատահ։ Ախր գնում եք, ես իմ ուր եք հասնում։ Չէ, այնտեղ եմ գնում, որտեղ դուք վկայակոչեցիք։ Աղմատայի հռչակագիրն եք վկայակոչում։ Այդ ժամանակ Արցախյան հակամարտությունը, որ բռնկվել էր արդեն ազգային ազատագրական պայքարի բովով, հա, ներկայացված են որում երկու կողմից։ Մենակ մեր կողմից չէ, իրանք էլ էին դա հայտարարում այդպեսին։ Եվ Արցախի ինքնորոշման իրավունքը, որ դուք ամեն գնով փորձում եք բերեք կապեք տարածքային ամբողջականության հետ, երբեք Հայաստանի կողմից վիճարկման առարկա չի եղել։ Եվ նույնիսկ միջազգային բանաձևում դուք ճանաչում եք Հայաստանի սահմանները այսպիսին, այո կամ ոչ։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոնց կարաս չճանաչես Հայաստանի սահմանների մասով Ադրբեջանի հետ, լսեք, անգամ նույնիսկ մինչև հիմա մեր բարեկամ Վրաստանի հետ սահմանազատված չէ։ Ինչի՞ այդ հարցադրումը դե չէ։ Որտեղ սահմանազատած չլինելը չի նշանակում որ սահմանը չկա։ Շատ բարձր։ Բայց ես էլ ձեզ հետ եմ ասում։ Հիմա ես ասում եմ սահմանը կա, դուք ճանաչում եք այս սահմանը։ Ախր ես էլ դա եմ ձեզ ասում։ Հայկական զինված ուժերը, հայկական վերահսկողություն, Հայաստանի Հանրապետության օրենքները գործել են այս տարածքում, չէ՞։ Հիմա դուք Երել եք հետ, այստեղից եք դրել։ Ասում եք դուք ճանաչում եք, սա իհարկե սա ճանաչում են, բայց այստեղ որ գործում էր օրենքը։ Ինչի՞ չեք ճանաչում։ Անարդար կբացատրեք ինձ։ Ասում եք դուք ասում եք խորհրդային ժամանակվա Հայաստանի սահմանները եղել են անարդար։ Ինչն է։ Ես դրա մասն էի ասում։ Ես ասում էի որ խորհրդային ժամանակա, ես ասում էի այն ժամանակվա գծված հողերի բաժանման սխեմա, որը սահման էլ չէր կոչվում, հա։ Հողային, չգիտեմ ինչ օգտագործվում։ Լսեք։ Ես ասում եմ արդար չէր ինչի, որովհետև սա անընդհատ վեճի առարկա էր։ Հիմա անգամ նույնիսկ եթե դուք ստեղ կոլշկեկը դնեք եւ հայտարարեք, որ դա պետական սահման է, դրանով այդ կոնֆլիկտը չեք վերացրել։ Չեմ կարողանում բացատրել։ Ինչպես է շարունակվելու կոնֆլիկտ։ Օրինակ, որ դուք գաք իշխանության կոնֆլիկտ ինչպես եք շարունակելու։ Կոնֆլիկտի շարունակության մասին խնդիր չկա։ Ես ասում եմ, չէ, բայց ասում եք կոնֆլիկտը շարունակվելու է, ինչպես եք շարունակելու։ Երկու բան տարանջատենք իրարից, հա։ Արցախի ժողովրդի ու Արցախի հարցը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության Ես ձեզ միայն սահմանների մասին եմ հարցնում։ Երբ որ ես ասում եմ հակամարտությունը վերացված չի, ես կոմպլեքսի մեջ եմ սա դիտարկում։ Հասկանում եք։ Ինչ է դա, խնդրում եմ դա թարգմանեք իրական կյանքի լեզվին։ Դուք վաղը եկաք իշխանության։ Հայաստանի Հանրապետությունը պետք է հետամուտ լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իր բնակավայր վերադարձ առնվազն առաջին մակարդակում միջազգայինորեն ճանաչելի դարձնելով դա ընդ որում բազմաթիվ միջազգային դատական ակտեր ինչպես խնդրում եմ բացատրեք ինչպես չէ բայց սա ուղիղ կապ ունի որովհետև մենք խոսում ենք հետեւյալի մասին մենք հակամարտությունը շարունակում ենք թե ոչ ես ասում եմ մեր քաղաքականությունը հետեւյալն է մենք հակամարտությունը չենք շարունակում չունեք պարոն Ռուբինյան ձեր քաղաքականությունը դուք եք որ կոնկրետ ես երբ որ Ալիևը հայտարարում ասում է դուք միջև չփոխեք ձեր սահմանադրությունը մենք էլ ասում ենք դա մեր ներքին գործն է ես այս պայմանագիրը չեմ ստորագրել չեմ սա ասում Հայաստանի իշխանությունը ինչ ասում է այո մենք փոխենք սահմանադրությունը բայց քո ասածը չենք փոխում դա մենք ենք եկել այդ համոզման մենք 2018 թվականից խոսում ենք նոր սահմանադրություն ընդունելու մասին 2018 թվականին խոսում էիք Արցախը Հայաստանը եւ վերջ Ինչ եղավ։ Դուք ինչ խոսել եք միջանոց, ինչ խոսել եք ազգային պետական նպատակների տեսակետից, բոլորը ձախողել եք եւ իրականացնել եք հակառակ։ Ես ես ուզում եմ հիշեցնել, որ երբ որ դուք Ղարաբաղում եկաք իշխանության, դրանից 10 օր հետո Ղարաբաղը լուծարեցին։ Ձեր ուժերը։ Դուք ինչ իշխանություն եք, եթե ընդդիմության նման մեղադրանք եք ներկայացնում։ Բայց դա փաստ է, 2022 թվականի սեպտեմբերին դուք Ղարաբաղում եկաք իշխանության։ Որովհետև ձեր ասածը իրականության հետ բացարձակապ չի։ Ասում եմ դուք եկաք իշխանության 2023 թվականից եկել եք։ Եթե մենք գայինք իշխանության, վստահաբար իմացեք, որ Արցախ այսօր անկախ պետություն կլինի։ Դուք եկել եք իշխանության։ Շնորհակալություն, մենք պիտի լսենք քաղաքացիներին։ Սահմանազատումներին եկան հենց հասան Բերքաբերի դիմացի թողերը, այդտեղ չարին։ Ադրբեջանական գյուղերի սահմաններն ապահովեցին, մերը թողեցին։ Սող բարելա հողը են գոլին, էլի, ջրի են ասան։ Մեր հողը մեզ են տալ լավա դել, ինչ դիլել։
Եթե տան։ Մեր հողն ո՞ն չեն տողում։ Դա 700-800 հեկտար տարածք է։ Հանդե 92 թվականից։ Ես Կրասնասելս գցե Մարսվաշին ունենք այն կողմերը։ Ուրա։ Որը Ադրբեջանի հետ սահման ունի, թող նույն ձևի սահմանազատումը լինի։ Մեր լեկանց տեղացին որ երկրորդ փուլում աղնելու առայժմ սպասեցեք։ Եթե սպասում ենք։ Պարոն Ռուբինյան, այս դեպքում ձեզնից սկսենք։ Սահմանազատումը կարծես երկար ժամանակ է չի շարունակվում։ Ինչու՞ ի վերջո Ադրբեջանը ըստ էության չի համաձայնում որևէ ինչ-որ բաների։ Չէ, նախ ֆիքսենք էլի սահմանազատման համատեքստում ամենակարևոր բանը, որ տեղի է ունեցել, մինչև նույնիսկ որ ինչ-որ բան տեղի կունենա բուն հատվածներում, ֆիքսվել է բազային սկզբունքը։ Բազային սկզբունքը հետևյալն է. սահմանազատումը տեղի է ունենալու Ալմատայի հռչակագրի հիման վրա։ Ալմատայի հռչակագիր նշանակում է սա։ Մինչև պետք է հիշեք, ադրբեջանից հնչում էին հայտարարություններ, ինչ-որ պատմական քարտեզներ, այս ինչ, այն ինչ, այդ ամեն ինչը փակված է։ Սրա հիման վրա է տեղի ունենալու սահմանազատումը։ Երբ որ սահմանի որևէ հատված սահմանազատված չի, դա չի նշանակում, որ այդ սահմանը գոյություն չունի։ Պարոն Մինասյանը ճիշտ նշեց, Հայաստան-Վրաստան սահմանի մի մասը մինչև հիմա սահմանազատված չի։ Ռուսաստան-Ադրբեջան սահմանի մի հատվածը մինչև այս վերջերս սահմանազատված չէր, Ադրբեջան-Վրաստան սահմանի մի մասը սահմանազատված չի, այսպես շարունակ։ Բայց ինքնին ֆիքսվում է, որ սահմանը սա երկու կողմերը ճանաչում են, միմյանց սահմանները աներկբայում են։ Դրա հիման վրա արդեն շարունակում են սահմանազատումը, որը արդեն եւ սահմանագծումը, որը արդեն ավելի մանրամասն սահմանի գծումն է գետնի վրա։ Կիրանցի հատվածում տեղի է ունեցել 12 կիլոմետր, եթե չեմ սխալվում, սահմանազատումը արդեն տեղի է ունեցել, եւ սահմանազատումը վստահաբար շարունակվելու է, կայ պայմանավորվածություն, որ սահմանազատումը լինելու է հյուսիսից հարավ, չնայած տեսականորեն կարող են լինել բացառություններ, այն դեպքում, երբ որ Թրիփի հետ կապված։ Ոչ միայն թրիփի, երբ որ ցանկացած կոմունիկացիա, որ կանցնի Ադրբեջանից Հայաստան կամ հակառակը, այդ անցման կետում տրամաբանական կլինի, որ սահմանազատում տեղի ունենա, որպեսզի այսինքն ակնհայտ է, որ հստակ լինի, որտեղ է այդ կոմունիկացիան մի երկրից անցնում մյուսը, եւ բոլոր այն տարածքների հարցը, որոնք մեն են եւ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, այդ հարցը լուծվելու է խաղաղ ճանապարհով, առանց մեկ կաթիլ արյան սահմանազատման համատեքստում։ Ինչու եմ ես այսպես պնդում, որտեղ մենք պայմանավորվել ենք բազային սկզբունքի վերաբերյալ, բայց ես այս ամեն ինչը ինչպես կարող եմ պնդել, որովհետեւ ես ճանաչում եմ սա։ Եթե ես չճանաչեմ սա, եթե ես ասեմ, որ սա խորհրդային ժամանակվա սահմանն է եւ այն անարդար է, դա նշանակում է քանդել ամբողջ ճարտարապետությունը եւ հակամարտության չշարունակման ճանապարհը սա է։ Հակամարտության շարունակման ճանապարհը սա չէ։ Հակամարտության շարունակման ճանապարհը հետեւյալն է. հայտարարել, որ այս սահմանները անարդար են, հայտարարել, որ հակամարտությունը չի կարող դադարած լինել։ Պարոն Ռուբինյան, բազմաթիվ պայմանավորվածություններ են եղել եւ մենք տեսել ենք, որ Ադրբեջանի կողմից խախտվել են։ Հիմա առաջինը քաղաքացիները կուզեին, որ այն տարածքներից դուրս գային, որտեղ որ բայց ներողություն, բուն սահմանազատման կոնտեքստում մենք ինչ որ սահմանազատել ենք, այդ համատեքստում ոչ մի պայմանավորվածություն չի խախտվել։ Դուք էլ տեսաք ռեպորտաժում բնակիչը, Կիրանցի բնակիչ էր, ասում էր, որ տեսեք, ոչ մեր կողմից է զինված մարդ կանգնած, ոչ իրանց։ Մենք ունենք մի քանի կիլոմետրանոց հատված մեր սահմանի, որտեղ երկու կողմից ոչ թե խրամատավորված զինվորներ են կանգնած, այլ սահմանապահներ, անզեն սահմանապահներ, այսինքն երկու կողմից, չէ, անզեն չեն իրականում, եթե չեմ սխալվում, մարտական զենքով չեն, ավելի թեթև զենքով են, առանց բանի ջրաբաշխունի եւ այլն։ Այսինքն իրավիճակ ենք ստեղծել, երբ որ հնարավոր ամենակայուն իրավիճակը։ Այլ տարածքներ ունենք, որ երկու կողմից սահմանապահներն են կանգնած եւ այսպես շարունակ։ Այսպես են կառուցում խաղաղությունը, ոչ թե անընդհատ ասելով, դե գիտեք ինչ կա, ինչ էլ անենք, հակամարտությունը ավարտված չի։ Լսենք պարոն Մինասյանին, արդյոք դες եք համաձայն է։ Պարոն Ռուբինյան, դուք նորից իմ խոսքերը խեղաթյուրեցիք։ Դե ուղիղ ասեք, սահմանների անարդարության կոնցեպտի ներքո ես բացատրեցի ինչ նկատի ունեմ։ Հիմա կասեք ուղիղ ինչն է անարդար այս սահմանների վերաբերյալ։ Եթե դա լիներ այնպիսի գիծ, որը կոնֆլիկտներից զերծ լիներ, չէր ծնվի այդ կոնֆլիկտը։ Հասկանում եք, դուք բերել եք արդեն պրոբլեմատիկ, իր պրոբլեմը ցույց տվող գիծը, քանի որ դուք եք իշխանությանը հիմա, ասում եք, այսուհետ այս գիծը խաղաղության գիծն է։ Այո, համաձայն եք դրա հետ։ Մի վարքյան, ավարտեմ միտքս, հետո հարցադրումը կտակ։ Ես էլ ասում եմ հետևյալը, եղբայր, այս գիծը
Ձեր իսկ բառապաշարով խորհրդային ժամանակաշրջանի գիծն է, չէ՞։ Այո։ Դուք եք ասում։ Այո։ Այս գիծը արդեն ցույց է տվել, որ ինքը կոնֆլիկտացին է։ Հիմա եթե դուք եք հայտարարում, չի նշանակում, որ վերացավ կոնֆլիկտը։ Սա է իմ ասածը։ Հիմա հարցը հետևյալն է։ Սահմանազատումն ինչպես պիտի իրականացվի։ Հասանք հարցի մեխին էլի։ Հիմա սրանից ինչ է բխում։ Դուք այս գծի հետ ինչ եք անելու։ Սահմանազատումն ինչպես եք իրականացնելու։ Դրա մասին որ խոսեցիք, որ ասեցիք ինչ էիք առարկում, որովհետև գոյություն ունի 7 հիմնարար սկզբունք, այդ թվում նաև ԵՀԿ կողմից ընդունված, որտեղ բնական սահմանագծումը որևէ ձևով պետք է արտահայտված լինի սրա մեջ։ 1, երկրորդ, էթնոգրական սահմանագծումը չափազանց կարևոր է եղել, թե ժամանակ, թե հիմա, հա, եւ բնական են միջավայրի մեջ, երբ որ դու գիծ ես անցկացնում, մեր ասածը սա է։ Հիմա այսինքն Ինչ կփոխեիք, պարոն, բայց ինչ է բխում դրանից։ Հիմա այս գծի հետ ինչ եք անել։ Դրանց բխում է հետևյալը։ Ուզում եք փոխեք այս գիծը։ Եթե ուզում եք փոխեք, դա նշանակում է պատերազմ։ Պարոն Ռուբինյան, լսենք, հա։ GPS-ը միացած Ադրբեջանը գալիս էր, ասում էր սա իմ հող։ Պարոն Մինասյան, այդպես չի եղել։ Ախր ոչ այդպես չի եղել, այդ սահմանազատումը իրականացվել սահմանազատումը իրականացվել։ Պարոն Մինասյան, ինչը այլ կերպ պիտի արվեր։ Դուք իմ հարցին չեք պատասխանում։ Ասում եմ այդ գիծը, որ ասում եք կոնֆլիկտացին է, այդ գծի հետ ինչ եք անել։ Ասում եմ միջազգային չափանիշներին համապատասխան միջազգային Պարոն Մինասյան, միջազգային չափանիշներով մեր սահմանները սրանք են։ Ինչ եք անելու սրանց։ Դրանք միջազգային չափանիշի հետ բացարձակ կապ չունեն։ Այն ինչ որ դուք եք ասում։ Այն ինչ որ դուք եք ասում բացարձակ կապ չունի։ Օրինակ, ասում եք ըստ էթնիկ գծի պետք է լինի, ինչ նկատի ունեք։ Լավ, ես ես պարզ մի հատ հարց տամ։ Այդ պատկերը, որ դուք հանեցիք Հայաստանի Հանրապետության պատկերն եք նկարել, վատ էլ չի ստացվի իհարկե։ Բան չի, բայց հիմա այդ պատկերի նկարագրող սահմանը ինչ փաստաթուղթ է։ Կարա մի հատ հանեք, ասեք այ, օրինակ, 89 թվականի, երբ որ երկու երկրների կառավարությունները հարցը հասկանալի է։ Նախ սկսենք հետևյալից։ Սրա նկարագրող բազային փաստաթուղթը Ալմատայի հռչակագիրն է, որը բազային մի ասեք էլի։ Չէ, պիտի ասեմ, որովհետև Ալմատայի հռչակագրով է ֆիքսվում, որ նախկին խորհրդային հանրապետությունների միջհանրապետական սահմանները դառնում են միջպետական սահման։ Հաջորդը դրանից բխում է նաև, որ ամենավերջին, ամենաթարմ իրավաբանական ուժ ունեցող քարտեզներն են դրվում սահմանազատման հիմքում։ Օրինակ, Իրանցի հատվածի դեպքում դա խորհրդային միության 76, եթե չեմ սխալվում թվի, քարտեզներ, ԳՇ խորհրդային միության գերագույն գլխավոր շտաբի քարտեզներ։ Դրանք են փաստաթղթերը, բայց դուք ելի իմ հարցին չեք պատասխանում։ Ասում եք, ներողություն, այդտեղ մի հատ հարց տամ, շարունակենք։ Տեսեք, մենք ունենք պաշտոնապես հրապարակված փաստաթուղթ 88-89 թվականներին, երբ որ կային երկու սովետական պետություններն, հա, Ադրբեջանն էլ, Հայաստանը, խորհրդային հանրապետություններ, եւ ընդեղի կառավարությունները իրար միջև ստորագրել են փաստաթուղթ, որտեղ նկարագրություն կա սահմանի, կետ առ կետ։ Օրինակ, ինչով եք հիմնավորում, որ այս փաստաթուղթը պակաս պաշտոնական է, քան ձեր կողմից վկայակոչված փաստաթուղթը։ Դուք հիմա մտակ սահմանազատման տեխնիկական բնութագրերի մեջ, որի շուրջ էլի կարող ենք բանալուչել, դեմ չեն։ Չէ։ Մենք պետք է։ Բայց ես խնդիր չունեմ այդ խոսակցության հետ, որովհետև դա նշանակում է, եթե դուք մտակ եք դա նշանակում է ամեն դեպքում դուք ճանաչում եք խորհրդային ժամանակների։ Քարտեզը այլ հարց դուք ասում եք կարող է այս արձանագրությունն է պետք ինտերնետ։ Դուք ուշադիր լսեք, ես ինչ եմ ասում։ Դուք այլ բան եք ասում։ Չէ, ես այլ բան չեմ ասում, միշտ եմ ասում։ Եվ պարոն Ռուբինյան, մենք այս թեման շատ քննարկեցինք եւ պետք է նաեւ անդրադառնանք այլ։ Բայց այս միտքը ասեմ, պարոն Ռուբինյան, որ հետո շարունակելու էլի։ Ամբողջ հարցը նա է, որ երբ որ դու ասում ես ես սկսում եմ ստեղից ու գնում եմ, այս երկու երկրների կառավարությունները այ հենց բնական միջավայրում ելնելով էթնոգրական առանձնահատկություններից կետ առ կետ կողմնակով գնացել են։ Ներողություն էլի։ Հիմա պետք է ըստ էթնոգրական առանձնահատկությունների դա անենք։ Դուք սա չեք առնում։ Ես ասում եմ բոլոր փաստաթղթերը, երբ որ դուք ասում եք,
պիտի պատշաճ հիմնավորում դնեք տակ։ Չկա պաշտոնապես ներկայացված որևէ բան։ Որտեղ Ադրբեջանին ձեռ է տվել, ինքը դեն է տվել 76, որտեղ ձեռ է տվել 28։ Հիմա ձեզ ուղիղ հարց եմ տալիս։ Դուք պնդում եք, որ էթնոգրաֆիական, էթնոգրական, ազգագրական հայերեն ասած առանձնահատկությունների հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը։ Շնորհակալություն, պարոն Այկ, մենք արդեն ժամանակից դուրս ենք գալիս եւ խնդրում եմ մեր վերջի սկզբունք 7-ն էլ պիտի հավասարաչափ պահվեն։ Դուք ասում եք մենք 0-ից սահման պիտի գցենք, դա պետք է 0-ից սահման գցենք։ Այս թեման մենք կարող ենք երկար շարունակել, բայց խնդրում եմ վերադառնալ մեր թեմային։ Պետական հիմքը ի սկզբանե։ Դե ես եմ էլի ասում, դուք տանում եք մեկ այլ քննարկման ժամանակ եւս կանդրադառնանք, բայց մենք մեկուսի չենք եւ մեր տարածաշրջանում շատ կարեւոր իրադարձություններ են տեղի ունենում եւ Իրանում ինտենսիվ գործողություններ են։ Այս ամենը Հայաստանի անվտանգության վրա ինչպես է ազդում եւ ինչպես ենք դիտարկում անվտանգության այն մոդելները, որ առաջարկելու են։ Պարոն Ռուբինյան, ձեզնից։ Եվ կրկին, էլի վերհիշենք անցած տարին։ Անցած տարի դեռ օգոստոսի 8-ի խաղաղության հռչակագրից առաջ։ Եթե բաց եք ընդդիմադիր մամուլը, ընդդիմադիր գործիչների հայտարարությունները, բոլորը մտել էին խուճապային ռեժիմի մեջ, ասում են, քննարկում էին պատերազմը, չգիտեմ, 1 օրից կլինի, 2 օրից, թե 4 օրից, թե մի շաբաթից, թե մի ամսից, եւ քննարկում էին երբ են Սյունիքը գալու մեզնից գրավելու։ Հիմա 1 տարի անց իրենք քննարկում են, թե վարչապետ Փաշինյանը եգիպտացորեն կերավ, թե կարկանդակ։ Սա սրանից ավելի վառ ապացույց նրա, որ այն ճանապարհը, որոնք մենք ընթացել ենք, ճիշտ էր, հնարավոր չէ ուղղակի նկարագրել, որովհետև եթե մենք լսեինք ընդդիմությանը, մենք 2024 թվականի սահմանազատում չպիտի իրականացնեինք, մենք խաղաղության հռչակագիր Վաշինգտոն չպիտի ստորագրեինք, մենք թրիփի շուրջ պայմանավորվածության ԱՄՆ-ի հետ չպիտի գայինք, սրանից բխող բոլոր հետևանքներով, երբ որ մեր ամբողջ շուրջը պատերազմներ են մեկը մյուսից հետևից սկսում, մենք եթե լսեինք ընդդիմությանը, պետք է ասենք, գիտեք ինչ կա, այս Ալմաթայի հռչակագիր, այս խորհրդային ժամանակվա սահմանները, այդ եկեք բան անենք, մի կողմ դնենք, ազգագրական, էթնոգրաֆիական եւ աշխարհագրական չափորոշիչներով եկեք քննարկենք մեր սահմանը արդար է թե անարդար է։ Դժվար չի գուշակել ինչ կլիներ դրանից հետո։ Ընդ որում մի անգամ Դաշնակցությանը տրվեց հնարավորություն վերջին տարիներին գալ իշխանության որևէ տեղ Ղարաբաղում, դրանից մի քանի օր հետո Լեռնային Ղարաբաղը լուծարվեց։ Անդրադառնալով նույն հարցին, Իրանի շուրջ տեղի ունեցողը մեզ վրա ինչպես է։ Արդեն հազարական մասն ենք, որ ստում են այս մարտին։ Դե ապացուցե։ Դաշնակցությունը Արցախում իշխանության չի եկել։ Ոչ չի եկել։ Սուտ։ Ոչ չի եկել։ Ազգային ժողովի նախագահ ով ընտրվեց։ Ազգային ժողովի նախագահը իշխանություն է ձեր պատկերացնում։ Իշխանություն չի։ Ալեն Սիմոնյանը ընդդիմադիր է հիմա։ Մի վարքյան, Ալեն Սիմոնյանը կարողանում է որոշել Հայաստանի ապագան։ Չէ, բայց Ալեն Սիմոնյանը ազգային ժողովի նախագահն է, օրենսդիր իշխանության գլուխը։ Սա այլ հարց է, Իրանին վերադառնալը։ Կարեք որոշեք Պարոն Սիմոնյանի հետ միասին։ Պարոն Սիմոնյան, հիմա պարոն Մինասյան, հիմա պատահականություն է, որ ազգային ժողովի նախագահ ընտրել ենք պարոն Սիմոնյանին եւ ոչ ձեզ օրինակ։ Ինչի ձեզ չենք ընտրել։ Որովհետեւ դուք ընդդիմություն եք, մենք իշխանություն։ Պարոն Ռուբինյան եւ պարոն Մինասյան, խնդրում եմ վերադառնալ։ Այս խնդրում եմ ըստ էության։ Շնորհակալություն, խնդրում եմ վերադառնալ Իրանի շուրջ։ Ես քանի որ պարոն Ռուբինյանը արդեն փորձառու գործիչ է, որը մանիպուլյացիաների միջոցով փորձում է շեղել, ասենք կարող է որևէ մեկը ինչ-որ մի երևույթի մասին խոսի, կվերագրի ընդդիմությանը, հա, ասենք օրինակ եգիպտացորեն ուտելու պատմությունը վերագրել ամբողջ ընդդիմադիր դաշտին, չգիտեմ, ասենք կարող եմ ես էլ մի խելագարի միտք արտահայտված, որ իշխանություն է պաշտպանում, վերագրեմ, ասեմ իշխանությունը sense բան է անում։ Սա ցածրացնում է նաև քաղաքական գործի պատկերացումը եւ հեղինակությունը։ Պարոն Մինասյան, ձեր դաշնակցության անդամներն նման բաներ ասում են։ Վերադառնալով մեր հարցին։ Այս պահի դրությամբ, որ մենք բանավիճում ենք, ակնհայտ է, որ այն գործողությունները, որոնք իրականացվում են տարածաշրջանում, միանշանակ շատ լուրջ սպառնալիք են առնվազն ձևավորում Հայաստանի շուրջ։ Հայաստանի նկատմամբ, հայ ժողովրդի նկատմամբ, ի վերջո չմոռանանք, նույն Մերձավոր Արևելքում, Իրանում հսկայածավալ հայ ժողովրդի ներկայացուցիչներ են բնակվում, հա։ Միայն եթե չվերցնենք աշխարհակաղակական դիրքավորումը, որպես անգամ ազգային պատկանելության տեսակետից, արդեն իսկ ինքը խնդիրել չասած այն ռազմական գործողությունները, որոնք ծավալվում են ընդամենը մի քանի 100 կիլոմետր են կողմ։ Եվ չի էլ բացառվում, որ մի նոր շատ ավելի թեժ զարգացում կարող է տեղի ունենալ։
Ու սա ակնհայտ է դարձնում, որ մենք ոչ միայն եւ ոչ այնքան պետք է լռենք ու ձայն չհանենք, այլ փորձենք հասկանալ, թե այս աշխարհակաղակական իրավիճակում ինչպիսի դիրքավորում ստանձնի Հայաստանը, որպեսզի չդառնա հերթական անգամ գործիք գերտերությունների ձեռքին։ Այ ընտրություններում խոսելու եք ձեր ընտրողների հետ, հա, պոտենցիալ ինչ մոդել եք առաջարկելու անվտանգային առումով, ոչ Հայաստանի Հանրապետության բնականաբար։ Հաշվի առնելով ներքին ու արտաքին սպառնալիքները, որոնց մասին խոսում ենք, ինչ եք առաջարկելու։ Մենք բոլոր ուղղություններով մեր նախընտրական ծրագիրը առաջիկայում կերապարակվի արկի մանրամասն կներկայացվի, բայց նաև այս տարիների ընթացքում ենք ասել, որ արժանապատիվ խաղաղությունը հիմնվում է միջազգային ընդունված իրավունքների ճանաչման վրա։ Պարոն Ռուբինյան, ձեզ էլ խոսքնալու եմ։ Բացատրեք նվաստից, ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ մարդը եւ խնդրում եմ, լսենք ձեր առաջարկում ապրելու եւ անվտանգ ապրելու իրավունք։ Հայաստանի քաղաքականության տեսանկյունից դա ինչ է նշանակում։ Դուք եկաք իշխանության, ինչ եք անելու, խնդրում եմ ասեք։ Սահմանազատումը շարունակվելու է։ Սահմանազատումը շարունակվելու է։ Սահմանազատումը թող շարունակի, բայց շարունակվի նոր մեթոդաբանության վրա հիմնված, որ մեռը ասելով Մեկ վարքյան, հրապարակված չափանիշներ կան, պարոն Ռուբինյան։ Պարոն Մինասյան, խնդրում եմ համապարփակ ներկայացնել այն առաջարկը, որը ներկայացնելու եք այդ ձեր ընտրողներին պոտենցիալ, խնդրում եմ եւ Մեկ վարքյան, պարոն Ռուբինյան, ձեզ էլ ենք վերադառնալ։ Որովհետեւ դուք արժանապատիվ խաղաղություն չգիտեք ինչ է, դրա համար։ Դուք գիտեք, դուք տեսանք ձեր արժանապատիվ խաղաղությունը Ղարաբաղում, երբ որ իշխանությունը վերցրեցիք Ղարաբաղում։ 10 օր հետո շատ լավ տեսանք ձեր արժանապատիվ Արցախում ազգային ժողովի նախագահի դաշնակցական լինելը վերագրում է ամբողջ իշխանության գործողության։ Ես հասկանում եմ, որ Հայաստանում 20 տարի իշխանության եք կիսել, բայց ասել եք մենք կապ չունենք կոալիցիայի մեջ եւ Քոչարյանի հետ եւ Սերժ Սարգսյանի հետ, բայց ասել եք գիտեք ինչ կա, մենք կապ չունենք։ Նախագահի հրամանագրով նշանակված նախարար հանեք։ Սա է ձեր պատկերացումը պետության։ Հիշում եք այդ Համադրական դատարան ճանաչեց համադրական, այդ դավադրության մասն է խոսում։ Մասն է, որ դուք ասում եք, դուք հավաքվեցիք ազգային ժողովը գրոհեցիք ազգային ժողովը քաղաքական բանավեճի ես ձեզ անպայման քաղաքական 2010 թվականի հոկտեմբերի 2-ին ձեր կողմից գրոհում ազգային ժողովը 2016 թվականին գրոհեցիք ազգային ժողովի նախագահին եւ տեղակալին ծեծեցիք 2024 թվին գրոհեցիք ազգային ժողովը ձեր սրբազանի հետ ու այսպես շարունակ ով ինչից խոսա դուք ազգային ժողովը Պարոն Մինասյան հոկտեմբերի 2-ին ձեր առաջարկը այդ որ փողոցում էիք ազատում որտեղ ֆիզիկապես Բաղրամյանի վրա ազգային ժողովի այո Բաղրամյանի վրա ազգային ժողովի աստիճանների վրա որտեղ ժողովրդին բերել եք ընդե եւ ասում եք որ եթե չհամբավեք Պարոն այդ 21 այլ քննարկման թեմա է մենք ժամանակից դուրս ենք եկել Մեղադրում եմ մեզ պարոն Ռուբինյանը Արցախում իշխանություն ունենալու մեջ ուր էր թե տես բան լիներ Այս ժամանակ կտեսնեին իրենք Արցախի հանրապետությունը ինչպես կլներ նաև հիմա այս նույն իրավիճակում Հայաստանին են վերահասցրել իրենք խոստումը տվել են իրենք ձախողել են ընդդիմությանը Ինչն է խոստվել։ Պարոն Մինասյան, խաղաղություն բերել եւ մենք խաղաղություն։ Ոչ, դուք խոսք եք տվել Արցախի հարցը չլուծեն կաբինետներում։ Պարոն Մինասյան։ Դուք խոսք եք տվել ժողովրդի կարծիք հաշվի առնելով։ Շատ շնորհակալություն, պարոն Այկ։ Մի քանի պատերազմը, որ եղել է եւ երկրորդը ամենակարևոր հարցին դուք չեք պատասխանում։ Դուք ասում եք, մենք բերում ենք արժանապատիվ խաղաղություն։ Ինչա դա Պարոն Ռուբինյան, մեկ վարքյան, Ասպես նվաստից բացատրում եմ, կեսից ասում ես, ահա տեսանք դու գնացիք Արցախի։ Պարոն Ռուբինյան, խնդրում եմ էլ չմիջամտել։ Երբ որ ես խոսում եմ անվտանգության կոնցեպտի հիմնարար մոտեցումներից մեկի, հա, խաղաղության, արժանապատիվ խաղաղության բանաձևի մասին, ես պիտի դետալներն ասեմ, հա։ Դա առաջինը հիմնված է միջազգային մակարդակով ճանաչված ժողովուրդների իրավունքների ճանաչման վրա, փոխադարձ ճանաչման վրա։ Չի կարող լինել խաղաղություն, եթե ի վերջո խաղաղությունը միակողմանի ցանկություն չի, չէ՞։
դա երկկողմանի, լավ ասեմ, բազմակողմանի ցանկություն պիտի լինի։ Բայց այդ բոլոր ցանկությունների բանաձևը ճանաչելն է այն իրավունքների, որ աշխարհը ճանաչել է ժողովրդի ապրելու, ինքնորոշվելու իրավունքը։ Ինչ է դա ենթադրում։ Դա ենթադրում է, որ այդ Հայաստանը ինչ պետք է անի։ Հայաստանը պետք է ընդամենը ասի, որ ժողովուրդ, հարգելի միջազգային հանրություն, այն բանաձևը, որ դուք որտեղ գրել եք ու չտարակ միջև վերջ, ԵԱԿ Մինսկի համանախագահությամբ ստեղծված եւ այլն, դրանում արտացոլված սկզբունքները կեսունակ են նաեւ հիմա։ Ու հետո ինչ են կանել։ Ճանաչեք դա, ճանաչեք Արցախի ժողովրդի իր բնակավայր վերադարձի իրավունքը։ Հետո ինչ են կանել։ Ախր ինչ է նշանակում հետո ինչ է։ Որովհետեւ դուք հետո գնալու եք Սևաչյանի մոտ։ Որովհետեւ դուք երբ որ Հայաստանի ժողովուրդը, հայ ժողովուրդը ապրում է Լեռնային Ղարաբաղում, այդ բոլոր տասնամյակների ընթացքում ոչինչ չեք արել, որպեսզի ընդ որում ձեզ էլ չեմ առանձնացնում, մենք այս 30 տարվա մեջ չենք կարողացել բերել մի հանգրվանի, որ հայերը շարունակեն ապրել այնտեղ, հայերը էթնիկ զտման են ենթարկվել, դուրս են եկել, հիմա Հայաստանում են, հիմա այն ինչ որ մենք առաջարկում էինք 2 տարի առաջ, երբ որ հայեր էին ապրում Ղարաբաղում, երբ որ մենք ասում ենք նշաձողը պետք է իջեցնել, երբ որ մենք ասում ենք ուղիղ բանակցություններ են պետք Լեռնային Ղարաբաղի Արվել է այնպես ինչպես դուք եք արել, հետևանքը հայաթափված հիմա դուք Ղարաբաղում իշխանություն ստացաք, դրանից 10 օր հետո լուծարվեց Ղարաբաղը, եկեք ասում եք, եկեք անենք, շնորհակալություն, եկեք ասում եք, եկեք անենք, շնորհակալություն, դուք արել եք, ու դուք ասում եք դավաճան, շնորհակալություն, ու հիմա 2 տարի հետո եկել ասում եք, երբ որ ընդեղ էլ հայ չի մնացել, եկել ասում եք, եկեք անենք այն ինչ որ դուք առաջարկում եք 2 տարի առաջ, երբ որ հայերը ընդեղ էին ու շանս կար այնպես անել, շնորհակալություն, պարոն Ռուբինյան, խնդրում, պարոն Մինասյան, դուք իմ փաստարկներին պատասխան, դուք իշխանությունն եք, չէ՞։ Որտեղ Հայաստանում այլ պարոն Մինասյան, մենք աշխատում ենք, դուք եք իշխանություն, լսեք, դուք եք եկել Արցախում ոչ մի կապ դուք եք եկել իշխանության, հարց եմ տալիս, ասում եմ Արցախի հետ ոչ մի կապ պարոն Մինասյան, ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ այդ ժամանակ նույն Ղարաբաղի ազգային ժողովը հայտարարություններ էր ընդունում, էլի մեզ ասում էր դավաճան, ազգագործան, ինչ ասես ասում եմ, պետք է ավարտենք հաղորդումը, պարոն Հայ, երբ որ մենք ասում ենք, երբ որ մենք ասում ենք, որ անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ, պարոն Ռուբինյան, Արցախի հետ կապ ունենք, թե չունենք որպես Հայաստանի իշխանություն։ Ինչ իմաստով։ Եթե նկատի ունեք արդյոք մենք էինք որոշում, իրանք բանակցային թե չէ, մենք չենք որոշում։ Դուք եք որոշում։ Բա դուք եթե չէիք որոշում, ով էր տվել ձեզ իրավունք Արցախը ճանաչել Ադրբեջանի։ Պարոն Մինասյան, մենք Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմաններն ենք ճանաչել։ Պարոն Ռուբինյան եւ պարոն Մինասյան։ Ես ավարտեցի։ Մեր հերոստատիտողը ուզում է հասկանալ անվտանգության առումով ամեն կողմը ինչպես է արձագանքելու, ինչ մոդել է առաջարկելու։ Խնդրում եմ ձևակերպել։ Առաջին հերթին այս պահվածքը եւ նման իշխանությունը Հայաստանում չպիտի իշխի։ Ես կարճ եմ ուզում ասել, որովհետեւ ցանկացած անվտանգային միջավայր, որ մենք նաեւ այն ժամանակահատվածում, երբ որ եղել ենք իշխանության մաս, կենսունակ է եղել եւ ցույց է տվել, որ Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ հարգանքով են խոսել միջազգային ասպարեզում։ Չի եղել մի որևէ միջոցառու միջազգային մակարդակի, որտեղ Հայաստանը ներկայացվեց նման ստորացված ձևով։ Այն որ ասում էին մեր ֆորպոստը, պարոն Ռուբինյան, ինչ եք առաջարկելու հերոստատիտողներին, ապագա ընտրողներին, որն է լինելու մոդելը։ Հերոստատիտողներին, պարոն Մինասյանին նույնպես, որտեղ պարոն Մինասյանին նույնպես պոտենցիալ ընտրող է, առաջարկում եմ եւ առաջարկում ենք հետեւյալը։ Սիրելի ժողովուրդ, պարոն Մինասյան, միակ ձևը ապահովել խաղաղություն, ապահովել Հայաստանի գոյությունը, շարունակական գոյությունը հետեւյալն է։ Փոխադարձ ճանաչում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միմյանց տարածքային ամբողջականության հիմնված Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանի եւ Ադրբեջանի համապատասխանաբար սահմանների վրա։ Սահմանազատման շարունակում, ապա շրջափակում, հակամարտության փակում, ավարտ։ Եթե մենք գնանք ձեր ասած արժանապատիվ խաղաղության ճանապարհով, իսկ դուք համառորեն չեք ուզում բացատրել դա ասելով ինչ նկատի ունեք, բայց ըստ էության, եթե հերոստատիտողներ ուշադիր լինեն, այսօր դուք դա ասել եք, ինչա նշանակում ըստ ձեզ, դա նշանակում է կասկածի տակ դնել է սահմանները, ինչ որ նոր սկզբունքներ հնարել սահմանագծման կամ ձեր ասացի դեպքում արդեն ընդհանրապես սահմանների որոշման համար եւ չփակել հակամարտության էջը, այսինքն ձեր ասածների մեջ կարմիր թելով գնում է հետեւյալը։
Այն ինչ որ հիմա կա անարդար է, հետեւաբար մենք պետք է հաստատենք արդարություն, բայց դա, սիրելի պարոն Մինասյան, տանում է դեպի պատերազմ, դա տանում է դեպի նոր անարդարություն, դա տանում է դեպի ուղղակի մի շղթա անարդարությունների ու ձեր կուսակցությունը, որը արդեն 100 տարուց ավել գնում է անարդարության հետևից, այսինքն փորձելով հաստատել արդարություն, բերում է նրան, որ ավելի նոր անարդարություններ են լինում։ Ու մեր տարածքը ասես գնալով փոքրանում է։ Եկել է կանգ առնելու ժամանակը։ Մենք պետք է կանգ առնենք 100 տարվա խաղաղություն ու մենք այդ խաղաղությունը ապահովենք։ Շնորհակալություն։ 1000 տարվա խաղաղությունը ես կարծում եմ բոլորիս երազանքն է։ Եթե կասկածում եք, որ իմ երազանքը կամ մեր ուժի երազանքը այդ 1000 տարվա խաղաղություն ունենալն է, ուրեմն կամ չեք ճանաչում մեզ, կամ ուղղակի կուրացել է իշխանության աթոռը ձեր պատկերացումներով։ Բայց այն ինչ որ դուք հիմա քիչ առաջ նշեցիք, հա, տարածքային ամբողջականություն, փոխադարձ ճանաչում եւ այլն, դրանք այդ միջազգային հիմնարար սկզբունքներից ընդամենը 3-ն էին։ Ես խոսում էի մնացած սկզբունքների մասին, որը դուք համառորեն ոտնահարում եք, թվեք։ Դա ասում եք, ժողովրդների ինքնորոշման իրավունք։ Դե ասում եք եկեք շարունակենք Ղարաբաղյան հակամարտությունը։ Շնորհակալություն, պարոն Ռուբինյան, դուք այսպես պատռել եք միջազգային իրավունքը, գցել եք մի կողմ, շնորհակալություն, պարոն Այկ, մենք այլևս ժամանակ չունենք։ Ձեր Հայաստանի գործող իշխանության պատմական հիշողությունը եւ այս պահի դրությամբ իր խմբային շահը հակասում են իրար։ Շնորհակալություն, պարոն Ռուբինյան, շնորհակալություն, պարոն Մինասյան։ Ես հիշեցնեմ, սա հեռանկար բանավեճի ընտրական առաջին թողարկումն էր եւ իրենց կարծիքը ներկայացրին կառավարող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացնող Ռուբեն Ռուբինյանը եւ Հովիդան ներկայացնող Արծվիկ Մինասյանը։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։